Զինված ուժերի թվաքանակը պետք է որոշվի պետության գոյության օբյեկտիվ պայմանների, համաշխարհային հանրությունում նրա տեղի եւ դերի, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների համակարգի հիման վրա։ Պետության զորահավաքային կարողությունները մարդկային եւ նյութական ռեսուրսներն են, որոնք պետությունը կարող է ներգրավել զինված ուժերի զորահավաքային տեղակայման, ռազմաճակատի ու թիկունքի կարիքների լիարժեք ապահովման համար, տնտեսությունը խաղաղ վիճակից պատերազմական վիճակի տեղափոխելու գործընթացում։ Պետության մոբիլիզացիոն կարողությունների հիմքը մարդկային ռեսուրսներն են, այն մարդկանց թիվը, որոնց պետությունը կարող է անհրաժեշտության դեպքում մոբիլիզացնել զինված ուժերում։ Խաղաղ ժամանակ պետության մոբիլիզացիոն ներուժի նվազագույն մակարդակը, այսինքն զինված ուժերի թիվը սովորաբար կազմում է երկրի ընդհանուր բնակչության 0.1%-ը։ Որոշ ռազմական փորձագետներ լայնածավալ ռազմական գործողությունների բռնկման դեպքում մոբիլիզացիայի ներուժի անհրաժեշտ մակարդակը գնահատում են 10-ից 20%։ Անձնակազմի առումով ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի հզորությունը գերազանցում է Ռուսաստանի Դաշնության հզորությանը, չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեծ մասը պահպանում է համեմատաբար փոքր զինված ուժեր, մինչև 200-ից 300,000 մարդ։ Սակայն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների զինված ուժերը բավականին լավ զինված են եւ ունեն բարձր մարտական կարողություն։ Global Firepower պորտալի տվյալներով ՆԱՏՕ-ի զորքերի ընդհանուր թիվը կազմում է 3.4 միլիոն, պահեստազորայինները 2.6 միլիոն, իսկ կիսառազմական կազմավորումներում 750,000 մարդ։ ՆԱՏՕ-ն գլխավորում է աշխարհի ամենաուժեղ բանակը։ Միացյալ Նահանգների գործող բանակում կա գրեթե 1.4 միլիոն զինվոր եւ սպա, իսկ դաշինքի բոլոր եվրոպական անդամ երկրների համար միասին 1.9 միլիոն մարդ։ Եվրոպայում ամենամեծ զինված ուժերն ունեն Թուրքիան 425,000 մարդ, Ֆրանսիան 205,000, Մեծ Բրիտանիան 194,000, Գերմանիան 184,000, Իտալիան 170,000, Ռումինիան 130,000, Իսպանիան 120,000, Հունաստանը 120,000 եւ Լեհաստանը 120,000։ Եթե ՆԱՏՕ-ի զորքերին ավելացնենք նաև Ուկրաինայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի զինված ուժերի թիվը, ապա կստանանք 3.9 միլիոն մարդ։ ՆԱՏՕ-ի զորքերի կազմում գործում է նաև այսպես կոչված շատ բարձր պատրաստվածության համատեղ աշխատանքային խումբը, որը նախատեսված է հակամարտության գոտում առաջին 5 օրվա ընթացքում տեղակայվելու համար։ 11,500 զինվոր ունեցող խումբը ներառում է 9 երկիր՝ Բելգիա, Չեխիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Սլովենիա։ Նշենք նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությանը ի պատասխան ՆԱՏՕ-ն 2022 թվականին Ռումինիայում տեղակայել է բարձր պատրաստվածության խմբի առանձին ստորաբաժանումներ։